Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ «Գոյամարտն» այն սերիալներից է, որը յուրաքանչյուր սերիայով ավելի է խորանում և հեռուստադիտողին պարզապես դիտողի դերից տեղափոխում ապրողի դիրք։ Սա պատմություն չէ միայն բռնցքամարտի ուժի կամ փողի մասին, սա մարդու կյանքի, ճակատագրի և ընտրության մասին է, որտեղ ամեն քայլը կարող է դառնալ ճակատագրական։ Սերիալի սկիզբը ծանր ու հուզիչ էր. մեկ ընտանիքի կործանումը, հոր մահը, մոր բացակայությունը, որբացած երեխաները և անզոր պապը անմիջապես ձևավորում են սյուժեի ողնաշարը։ Ռաֆայելի կերպարը խորհրդանշում է այն ծնողին, ով պատրաստ է ամեն ինչի, անգամ մահվան գնով, միայն թե փրկի իր երեխային։ Նրա մենամարտը ռինգում վերջին փորձն էր պայքարելու կյանքի դեմ, բայց այդ պայքարը դառնում է ճակատագրական եղբոր դավաճանության և մարդկային դաժանության պատճառով։ Ժամանակի ընթացքում տեսնում ենք արդեն մեծացած երեխաներին, որոնցից յուրաքանչյուրը կրում է իր ներսի ցավը։ Լեոն ու Դավիթը մեծացել են պապի խնամքի տակ, մշտապես զգալով բացակայությունը, բայց նաև կոփվելով դժվարությունների մեջ։ Լեոնի համար բռնցքամարտի ինքնահաստատման միջոցը ինքնապաշտպանությունն ու այս անարդար աշխարհի դեմ կռվելն է։ Նրա յուրաքանչյուր մենամարտում զգացվում են ներքին բարկությունը, չասված խոսքերը և անգիտակցական վրեժը։ Դավիթը հակառակ կերպարն է՝ բարի, մարդասեր, սկզբունքային, բայց հենց այդ բարությունն է նրան դարձնում խոցելի։ Մարկը կամ Վովան սերիալի ամենաբարդ և հետաքրքիր կերպարներից մեկն է։ Նա մեծացել է օտար միջավայրում, հավատալով կեղծ ճշմարտության, որ իրեն լքել են։ Այս սուրտը կերտել է նրա բնավորությունը, դարձրել նրան ուժեղ, բայց փակ ու կասկածամիտ։ Նրա վերադարձը Հայաստան ոչ միայն սպորտային իրադարձություն է, այլ ճակատագրի դաժան խաղ։ Նա դեռ չգիտի, որ իր ամենամեծ հակառակորդը ռինգում լինելու է իր հարազատ եղբայրը։ Հունանը սերիալի մութ առանցքն է։ Նա այն կերպարն է, ով տարիներ առաջ կործանել է մեկ ընտանիք, իսկ այսօր նույն ընտանիքի զավակներին դարձնում է իր խաղի մասնակից։ Նրա արտաքին հանգստությունը և ազդեցիկ դիրքը թաքցնում են հաշվարկող ու դաժան բնավորություն։ Նրա համար բռնցքամարտը բիզնես է, իսկ մարդիկ գործիքներ։ Սակայն հենց նրա միջոցով է սերիալը ցույց տալիս, թե ինչպես է ուժը, եթե զուրկ է մարդկայնությունից, վերածվում կործանարար ուժի։ Ավոն սերիալի ամենանենգ կերպարներից է։ Նա ապրում է երկակի կյանքով՝ մի կողմից օրինական ընտանիք, մյուս կողմից գաղտնի հարաբերություններ։ Էռնան այդքան էլ միամիտ չէր, ու Ավոյի խոսքերից հետո նա որոշեց հետևել ու պարզեց, որ նա ունի երկրորդ կին։ Բայց Ավոյին հաջողվում է լռեցնել Էռնային ինչպես միշտ։ Նա որոշում է փոխել ամեն ինչ։ Նրա որոշումը ուղղել Վովային Լեոյի դեմ բացահայտում է նրա լիակատար բարոյական անկումը։ Կանացի կերպարներն այստեղ նույնպես առանցքային դեր ունեն։ Մանենը կանգնած է զգացմունքների, ընտանիքի և սեփական ցանկությունների խաչմերուկում։ Նրա յուրաքանչյուր քայլ կարող է դառնալ նոր բախումների պատճառ։ Նա կարծում է, թե Գրիշոն իրեն սիրում է, բայց Գրիշոն ունի իր պլանները՝ Լեոյին ցավեցնել, քանի որ նա երբեք չի ներելու այն հարվածը, որը ստացել է Մանանի եղբոր կողմից։ Նա հեռախոսազանգի միջոցով ասում է, որ իբրև թե սիրում է, իսկ Մանանը գլուխը կորցրած արդեն հաշվարկում է, թե ինչպես են գալիս իր ձեռքը խնդրելու, ու պապին ասում է այդ մասին։ Էռնան, ով ապրում է վստահության մեջ, չի էլ պատկերացնում, թե ինչ դավադրություններ են հյուսվում իր շուրջ։ Նրա կերպարը ցավալի օրինակ է, թե որքան խոցելի կարող է լինել մարդը, երբ սիրում է և հավատում։ Գոյամարտի ամենամեծ ուժը սցենարն է։ Դիանա Գրիգորյանը հերթական անգամ ապացուցում է, որ կարող է ստեղծել ոչ միայն ռեյթինգային, այլ նաև սոցիալական խորք ունեցող նախագիծ։ Այստեղ բռնցքամարտի ռինգը կյանքի խորհրդանիշն է։ Բոլորը պայքարում են, ոմանք ազնվորեն, ոմանք խարդախությամբ, բայց հաղթող է դառնում նա, ով չի կորցնում իր մարդկային դեմքը։ Սերիալը պահում է ինտրիգն, աստիճանաբար բացում գաղտնիքները և ստիպում հեռուստադիտողին ամեն սերիայից հետո սպասել հաջորդին։ Առջևում են ճշմարտության բացահայտումները, եղբայրների բախումը, սիրո և դավաճանության դրսևորումները։ Գոյամարտը պարզապես սերիալ չէ, դա պատմություն է այն մասին, որ կյանքում ամենադժվար մենամարտը սեփական խղճի և ընտրության դեմ է։
Նշենք, որ հեռուստասերիալում ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, շատ շուտով հետաքրքիր գաղտնիքներ են բացահայտվելու, բայց մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման նշել, թե այս սերիալում որ դերասանին ու որ կերպարին եք ամենաշատը հավանում եւ որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանաք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։